Նա կարող էր մեկ հայացքով կանգնեցնել գահաժառանգի մահացու արյունահոսությունը, իսկ հաջորդ գիշեր պարել գնչուների հետ մինչև լուսաբաց, խմելով գինի և երգելով անպարկեշտ երգեր։ Նա սուրբ էր, ում աղոթքները հասնում էին երկինք, և մեղսավոր, ում անունը շշնջում էին Պետերբուրգի ամենամութ անկյուններում։ Բարև ձեզ, հարգելի բարեկամներ, դուք պատմության արահետներով ալիքում եք, և եթե դեռ բաժանորդագրված չեք, հենց հիմա դա անելու լավագույն պահն է, որպեսզի բաց չթողնեք մեր ամենահետաքրքիր պատմությունները։ Այսօր մենք կփորձենք բացահայտել Գրիգորի Ռասպուտինի առեղծվածը, մարդու, ով դարձավ կայսրության փրկության վերջին հույսը և միևնույն ժամանակ նրա կործանման ամենաահարկու խորհրդանիշը։ Ինչպես կարող էր Սիբիրի խորքերից դուրս եկած մի անգրագետ գյուղացի դառնալ հսկայական տերության ամենաազդեցիկ մարդը։ Մեր պատմությունը սկիզբ է առնում հեռավոր ձյունացածք Սիբիրում, որտեղ քաղաքակրթության լույսերը հազիվ էին հասնում, իսկ մարդկանց կյանքը ենթարկվում էր բնության դաժան օրենքներին և հնագույն հավատալիքներին։ Տոբոլսկի նահանգի Պոկրովսկոյե գյուղում 1869 թվականի հունվարին Եֆիմ և Աննա Նովիխների գյուղացիական ընտանիքում ծնվեց մի տղա, ում կնքեցին Գրիգորի անունով։ Նրա ընտանիքը սովորական պետական գյուղացիներ էին, ոչ թե ճորտեր, ինչը նրանց որոշակի ազատություն էր տալիս, բայց ոչ բարեկեցություն։ Կյանքը դաժան էր, Նովիխներն ունեցել են 9 երեխա, սակայն նրանցից 7-ը մահացել են մանուկ հասակում, հիվանդություններից և սովից։ Այս մշտական մահվան ներկայությունը հավանաբար առաջին խորը հետքն է թողել երիտասարդ Գրիգորիի հոգու վրա, սերմանելով նրա մեջ կյանքի և մահվան, մեղքի և փրկության մասին մտորումներ։ Նույնիսկ նրա ազգանունն է առեղծված, թեև նա ծնվել էր Նովիխ ազգանունով, պատմության մեջ նա մտավ որպես Ռասպուտին։ Այս մաքանունը, որը հետագայում դարձավ նրա պաշտոնական ազգանունը, ունի երկու հնարավոր բացատրություն։ Մի վարկածի համաձայն այն ծագում է Ռասպուտիե բառից, որը նշանակում է ճամփաբաժան, քանի որ նրանց գյուղը գտնվում էր կարևոր ճանապարհների խաչմերուքում։ Սակայն ավելի տարածված և հավանաբար ավելի ճշմարտանման է մյուս վարկածը, ըստ որի այն ծագում է Ռասպուտնի բառից, որը նշանակում է անառակ, անբարոյական։ Այս մականունը նա ստացել էր դեռ երիտասարդ տարիքում իր անզուսպ վայրի բնավորության և սանձարձակ կենսակերպի պատճառով։ Դեռ մանկուց Գրիգորին տարբերվում էր իր հասակակիցներից։ Նա փոքր-ինչ թույլ առողջություն ուներ, խուսափում էր աղմկոտ խաղերից և հաճախ մենակ էր մնում։ Սակայն նրա մեջ կար մի անբացատրելի ուժ։ Համագյուղացիները հետագայում պատմում էին, որ նա ուներ անսովոր թափանցող, գրեթե հիպնոսացնող հայացք։ Թվում էր, թե նա կարողանում էր տեսնել մարդկանց միջով, կարդալ նրանց մտքերը և զգալ նրանց ցավը։ Պատմում են մի դեպքի մասին, երբ գյուղում ձի են գողանում։ Երբ հավաքված գյուղացիները քննարկում էին, թե ով կարող էր լինել գոհը, փոքրիկ Գրիգորին մատնացույց է անում ներկաներից մեկին և հանգիստ ասում. «Նա է գողացել»։ Եվ դա ճիշտ էր դուրս գալիս։ Նման դեպքերը նրա շուրջ ստեղծում էին առեղծվածային և նույնիսկ վախ ներշնչող մթնոլորտ։ Նրան սկսեցին համարել մի փոքր տարօրինակ, ոչ այս աշխարհից։ Նա մեծանում էր մի դարաշրջանում, երբ ռուսական կայսրությունը ցնցվում էր հակասություններից։ Ընդամենը մի քանի տարի առաջ, 1861 թվականին, վերացվել էր ճորտատիրական իրավունքը, բայց դա գյուղացիներին չէր բերել սպասված ազատությունն ու բարգավաճումը։ Գյուղերում տիրում էին աղքատությունը, անգրագիտությունը և հիվանդությունները։ Պաշտոնական ուղղափառ եկեղեցին հաճախ չէր կարողանում պատասխանել հասարակ մարդկանց հոգևոր հարցումներին։ Այդ պատճառով ժողովրդի մեջ մեծ ժողովրդականություն էին վայելում Աստծո մարդիկ, թափառական ուխտավորները, ստարեցները, իմաստուն ծերունիները, ովքեր, ինչպես հավատում էին, ունեին բուժելու և մարգարեանալու շնորհ։ Այս հոգևոր և սոցիալական միջավայրը կատարյալ հող էր նախապատրաստում այնպիսի ֆենոմենի հիհայտ գալու համար, ինչպիսին Գրիգորի Ռասպուտինն էր։ Նա այդ միջավայրի ծնունդն էր իր խորը, գրեթե հեթանոսական հավատքով, սնահավատությամբ և հրաշքի մշտական սպասումով։ Նա այդպես էլ դպրոց չգնաց և մինչև կյանքի վերջ մնաց գրեթե անգրագետ, դժվարությամբ ստորագրելով իր անունը։ Բայց նրա իմաստնությունը գրքերից չէր գալիս, այն բխում էր բնությունից, մարդկային հոգու խորքերը զգալու նրա բնատուր ունակությունից և այն ներքին պայքարից, որը մղվում էր նրա մեջ մարմնական ցանկությունների և հոգևոր բարձունքների ձգտման միջև։ Այս պայքարը դեռ պետք է նրան տաներ Սիբիրի անծայրածիր տափաստաններից մինչև Ռոմանովների կայսերական պալատի ոսկեզօծ դահլիճները։ Երիտասարդ Գրիգորիի համար կյանքի դպրոցը դարձան ոչ թե եկեղեցական գրքերը, այլ Սիբիրի անծայրածիր ճանապարհները։ Նրա երիտասարդությունն անցավ բուռն ու անզուսպ։
Նա հայտնի էր իր ֆիզիկական ուժով, հանդուգն բնավորությամբ և, ինչպես հիշում էին համագյուղացիները, գինու և կանանց նկատմամբ անսահման սիրով։ Նա զբաղվում էր ձիագողությամբ, մասնակցում էր գյուղական կռիվների և վարում էր մի կյանք, որը լիովին արդարացնում էր նրա Ռասպուտին մականունը։ Թվում էր, թե նրա ճակատագիրը կանխորոշված է՝ դառնալ սովորական գյուղացի, գուցե մի փոքր ավելի անհանգիստ, քան մյուսները, ով իր կյանքը կանցկացներ ծանր աշխատանքի և կարճատև զվարճանքների մեջ։ Սակայն նրա ներսում թաքնված էր մի բան, որը չէր տեղավորվում գյուղական կյանքի նեղ շրջանակներում։ 18 տարեկանում նա ամուսնացավ իրենից 3 տարով մեծ Պրասկովիա Դուբրովինայի հետ, մի հավատարիմ և համբերատար կնոջ, ով նրան 3 երեխա պարգևեց՝ Դմիտրի, Маտրյոնա և Վարվարա։ Որոշ ժամանակ Գրիգորին փորձեց ապրել ինչպես բոլորը։ Նա աշխատում էր որպես կառապան, ձմռանը սահնակով, ամռանը սայլով, բեռներ և ուղևորներ տեղափոխելով Սիբիրի քաղաքների և գյուղերի միջև։ Հենց այս աշխատանքը դարձավ նրա իսկական համալսարանը։ Ճանապարհներին նա հանդիպում էր հարյուրավոր տարբեր մարդկանց՝ վաճառականների, զինվորականների, աքսորիալների և, որ ամենակարևորն է, թափառական ուխտավորների։ Նա լսում էր նրանց պատմությունները, կլանում էր նրանց իմաստությունը և սովորում էր հասկանալ մարդկային հոգու ամենախորը շարժառիթները։ Նա տեսնում էր տառապանք, հիվանդություն, հուսահատություն և հավատք։ Այս ամենը խորը հետք էր թողնում նրա տպավորվող հոգու վրա։ Ճակատագրական շրջադարձը տեղի ունեցավ մոտ 28 տարեկանում։ Պատմությունները տարբեր են, բայց ամենատարածված վարկածի համաձայն, մի գիշեր նա ունեցավ Աստվածամոր կամ Սուրբ Սիմեոն Վերխոտուրսկու տեսիլքը, որը նրան կոչ արեց թողնել աշխարհիկ կյանքը և նվիրվել Աստծուն։ Այս իրադարձությունն այնքան ուժեղ ցնցեց նրան, որ նա որոշեց ուխտագնացության մեկնել։ Նա թողեց իր ընտանիքը, ինչը հետագայում շատերը կհամարեին անպատասխանատվության նշան, և ոտքով ուղևորվեց դեպի Վերխոտուրիեի Սուրբ Նիկոլաևյան վանքը, որը գտնվում էր հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Այնտեղ նա հանդիպեց մի մարդու, ով թողեց նրա ողջ կյանքը։ Դա Ստարեց Մակարինն էր, մի ճգնավոր, ով ապրում էր վանքի մոտակայքում գտնվող անտառում։ Մակարիը տեսավ երիտասարդ Գրիգորիի մեջ ոչ թե անառատ գյուղացու, այլ հոգևոր մեծ ներուժ ունեցող մարդու։ Նա դարձավ Ռասպուտինի առաջին հոգևոր ուսուցիչը։ Նա Գրիգորիին չսովորեցրեց աստվածաբանություն կամ բարդ դոգմաներ։ Փոխարենը, նա սովորեցրեց նրան լսել սեփական սիրտը, աղոթել ոչ թե շուրթերով, այլ հոգով և տեսնել Աստծու ներկայությունը ամեն ինչի մեջ։ Հենց Մակարիի ազդեցության տակ Ռասպուտինի մեջ ձևավորվեց նրա յուրահատուկ և խիստ հակասական աշխարհայացքը։ Նա հավատում էր, որ Աստծուն կարելի է մոտենալ ոչ թե մեղքից խուսափելով, այլ ընդհակառակը, մեղքի մեջ ընկղմվելու և դրան հաջորդող խորը, անկեղծ ապաշխարության միջոցով։ Նրա կարծիքով, միայն նա, ով ճանաչել է մեղքի ամբողջ խորությունը, կարող է իսկապես գնահատել աստվածային ներման քաղցրությունը։ Այս վտանգավոր փիլիսոփայությունը հետագայում կդառնա նրա բոլոր գործողությունների և նրա շուրջ պտտվող բոլոր սկանդալների հիմքը։ Վերադառնալով Պոկրովսկոյը, Ռասպուտինն այլևս նախկինը չէր։ Նա դադարեց խմել, սկսեց աղոթել օրեր շարունակ և խիստ պահք պահել։ Նրա տան նկուղում նա փորել էր մի աղոթախուց, որտեղ անցկացնում էր երկար ժամեր։ Համագյուղացիները սկզբում թերահավատորեն էին վերաբերվում այս փոփոխությանը, բայց շուտով նկատեցին, որ նրա մեջ արթնացել է մի նոր ուժ։ Նրա խոսքերը հանգստացնում էին հիվանդներին, նրա աղոթքները, ինչպես պնդում էին ոմանք, կարող էին բուժել անասուններին և նույնիսկ ազդել եղանակի վրա։ Նրա համբավը որպես Աստծու մարդու և բուժողի սկսեց տարածվել հարևան գյուղերում, իսկ հետո ամբողջ Սիբիրում։ Նա նորից սկսեց իր թափառումները, բայց այս անգամ ոչ թե որպես կառապան, այլ որպես ստրաննիկ, ուխտավոր, ով իր հետ տանում էր միայն Աստվածաշունչը և հավատքը։ Նա հասավ մինչև Հունաստանի Աթոս լեռը, այցելեց Կիևի և Կազանի սրբավայրերը։ Այս ճամփորդությունները ոչ միայն ամրապնդեցին նրա հոգևոր հեղինակությունը, այլև սովորեցրին նրան գոյատևել և ազդել մարդկանց վրա, օգտագործելով միայն իր խարիզման և խորը ինտուիցիան։ Սիբիրյան անգրագետ գյուղացին վերածվում էր մի ուժի, որը շուտով պետք է բախվեր ռուսական կայսրության փայլուն, բայց փտած սրտին՝ Սանկտ Պետերբուրգին։ 1903 թվականին, երբ ռուսական կայսրությունը դանդաղ, բայց անշեղորեն սահում էր դեպի պատերազմի և հեղափոխության անդունդը, Սիբիրյան թափառականը հասավ իր ճամփորդության գլխավոր նպատակակետին՝ Սանկտ Պետերբուրգին։ Այս քաղաքը մի աշխարհ էր, լի հակասություններով, որոնք շատ ավելի խորն էին, քան Ռասպուտինի սեփական հոգու պայքարը։ Մի կողմից փայլուն պալատներ, շքեղ պարահանդեսներ, ֆրանսերեն խոսող արիստոկրատիա, մյուս կողմից մռայլ գործարանային արվարձաններ, աղքատություն և հեղափոխական գաղափարներով թունավորված օդ։
Եվ այս երկու աշխարհների միջև գոյություն ուներ երրորդը՝ հոգևոր որոնումների, միստիցիզմի և սպիրիտիզմի աշխարհը։ Պալատական հասարակակությունը, հոգնած պաշտոնական եկեղեցու սառը ծեսերից, ծարավի էր կենտրանի հավատքի։ Նրանք փնտրում էին մարդկարեների, հրաշագործների, Աստծո մարդկանց, ովքեր կարող էին բերել նրանց հոգևոր մխիթարություն և ցույց տալ ճանապարհը դեպի փրկություն։ Գրիգորի Ռասպուտինը հայտնվեց այս աշխարհում որպես պատասխան նրանց բոլոր սպասումներին։ Նա կատարյալ մարմնավորումն էր այն ամենի, ինչ փնտրում էր մայրաքաղաքային վերնախավը։ Նա անմիջական էր, խորհրդավոր, նրա խոսքերը պարզ էին, բայց լի թաքնված իմաստով։ Նրա կոպիտ գյուղական շարժուձևը և թափթփված տեսքը ոչ թե վանում էին, այլ ընդհակառակը գրավում, քանի որ դրանք ընկալվում էին որպես իսկականության, սուրբ հիմարության նշան, ի հակադրություն պալատական կեղծիքի։ Նրա մուտքը բարձր հասարակություն տեղի ունեցավ ոչ թե պատահականորեն, այլ հզոր հովանավորների միջոցով։ Նա ուներ հանձնարարական նամակ Կազանի եպիսկոպոսից, որը նրան դուր բացեց դեպի Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիա։ Ակադեմիայի տեսուչ ապագա պատրիարք Սերգիը և ռեկտոր եպիսկոպոս Թեոֆանը ապշած էին սիբիրյան գյուղացու աստվածաբանական խորը գիտելիքներից, որոնք նա ձեռք էր բերել ոչ թե գրքերից, այլ իր սեփական փորձով և խորհրդածություններով։ Հենց Թեոֆանը դարձավ նրա գլխավոր հովանավորը, նրան ներկայացնելով որպես Աստծո իսկական մարդու։ Շուտով Ռասպուտինի մասին լուրերը հասան քաղաքի ամենանորաձև հոգևոր սրահներից մեկի տիրուհուն, կոմսուհի Նադեժդա Իգնատիևային։ Նրա տանը հավաքվում էին արիստոկրատներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և մտավորականներ, քննարկելու կրոնական և փիլիսոփայական հարցեր։ Ռասպուտինը դարձավ այս սրահի աստղը։ Նա նստում էր թանկարժեք կահույքի մեջ, շրջապատված մետաքսես գեստներով տիկնանցով և իր պարզ գյուղական լեզվով խոսում էր Աստծո, մեղքի և ապաշխարության մասին։ Նրա հայացքը թափանցում էր մարդկանց հոգիների մեջ, և նա յուրաքանչյուրին ասում էր հենց այն, ինչ նա ուզում էր լսել։ Նա մխիթարում էր տառապյալներին, խրատում էր մոլորվածներին և կանխատեսում ապագան։ Բայց իսկական դուռը դեպի իշխանության գագաթը նրա համար բացեցին երկու կանայք՝ չեռնոգորացի արքայադուստրեր Միլիցան և Անաստասիան, որոնք հայտնի էին որպես չեռնոգորյան սարդեր։ Նրանք ամուսնացած էին ռուս մեծ իշխանների հետ և մտերիմ էին կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հետ։ Լինելով խորապես տարված միստիցիզմով, նրանք անընդհատ կայսրուհուն էին ներկայացնում տարբեր հրաշագործների և մարգարեների։ Երբ նրանք հանդիպեցին Ռասպուտինին, անմիջապես հասկացան, որ գտել են իսկական գանձ։ Նրանք սկսեցին կայսրուհուն պատմել սիբիրյան սուրբ մարդու մասին, ով կարող է աղոթքով բուժել և տեսնել ապագան։ Այս խոսքերը ընկան բեռի հողի վրա։ Ռուսաստանի կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան ապրում էր մշտական տագնապի մեջ։ Նրա միակ որդին, երկար սպասված գահաժառանգ Ալեքսեյը, տառապում էր հեմոֆիլիայով, Ռոմանովների դինաստիայի սարսափելի գաղտնիքով։ Այս հիվանդությունը, որը փոխանցվում էր մայրական գծով, նշանակում էր, որ տղայի արյունը չէր մակարդվում։ Ամենափոքր քերծվածքը, ամենաաննշան հարվածը կարող էր առաջացնել ներքին արյունահոսություն, սարսափելի ցավեր և նույնիսկ մահ։ Լավագույն բժիշկները անզոր էին։ Նրանք կարող էին միայն հետևել, թե ինչպես է երեխան տառապում օրերով գոռալով ցավից։ Խորապես հավատացյալ, բայց միևնույն ժամանակ սնահավատ կայսրուհին իր փրկությունը տեսնում էր միայն Աստծո միջամտության մեջ։ Նա հուսահատորեն փնտրում էր մի մարդու, ում աղոթքները բավականաչափ ուժեղ կլինեին հրաշք գործելու համար։ 1905 թվականի նոյեմբերի 1-ին չեռնոգորացի արքայադուստրերի միջնորդությամբ տեղի ունեցավ ճակատագրական հանդիպումը։ Ցարսկոե Սելոյի Ալեքսանդրյան պալատում ցար Նիկոլայ II և կայսրուհի Ալեքսանդրան ընդունեցին Գրիգորի Ռասպուտինին։ Ինքնակալն իր օրագրում այդ օրը կատարեց մի կարճ, բայց պատմական գրառում։ Ճաշեցինք միլիցիայի և ստանայի հետ։ Ծանոթացանք Աստծո մարդու Գրիգորիի հետ, Տոբոլսկի նահանգից։ Առաջին հանդիպումը մեծ տպավորություն թողեց թագավորական զույգի վրա։ Ռասպուտինը նրանց հետ խոսում էր ոչ թե որպես ստորադաս, այլ որպես հավասարը հավասարի հետ, որպես հոգևոր հայր։ Նա նրանց չէր շողոքորթում, այլ խոսում էր պարզ և անկեղծ։ Նա նրանց պատմեց իր թափառումների մասին, ռուս ժողովրդի տառապանքների և նրանց խորը հավատքի մասին։ Կայսրուհին զգաց, որ վերջապես գտել է այն մարդուն, ով հասկանում է իր ցավը և կարող է օգնել իրեն։ Սակայն Ռասպուտինի դիրքը վերջնականապես ամրապնդվեց միայն 2 տարի անց, 1907 թվականին։ Մի օր, խաղի ժամանակ, երիտասարդ ցարևիճ Ալեքսեյը վայր ընկավ և ուժեղ հարված ստացավ։ Սկսվեց սարսափելի ներքին արյունահոսություն։ Նրա ոտքը այտուցվեց և կապտեց, ջերմությունը բարձրացավ մինչև 40 աստիճան։
Բժիշկները վախենալով վատթարացնել իրավիճակը ոչինչ չէին կարողանում անել։ Երեխան մահվան եզրին էր։ Պալատում արդեն պատրաստվում էին հայտարարել գահաժառանգի մահվան մասին։ Հուսահատության գիրկն ընկած Ալեքսանդրան խնդրեց իր մտերիմ ընկերուհուն Աննա Վիրուբովային շտապ հեռագիր ուղարկել Ռասպուտինին։ Պատասխանը եկավ արագ. «Աստված լսեց ձեր արցունքներն ու աղոթքները, մի անհանգստացեք, ձեր որդին կապրի, թույլ մի տվեք բժիշկներին շատ տանջել նրան»։ Դրանից անմիջապես հետո Ռասպուտինն ինքը ժամանեց պալատ։ Նա մտավ ցարևիչի մութ սենյակ, որտեղ տիրում էր հուսահատության մթնոլորտ։ Առանց որևէ մեկի հետ խոսելու նա մոտեցավ տղայի մահճակալին, խաչակնքեց նրան, նայեց նրա տենդագին աչքերի մեջ և հանգիստ վստահ ձայնով ասաց. «Ալեքսեյ, հիմա ամեն ինչ լավ կլինի»։ Հետո նա ծնկի իջավ մահճակալի մոտ և սկսեց աղոթել։ Եվ տեղի ունեցավ անհավանականը։ Մի քանի րոպե անց ցավերը սկսեցին մեղմանալ։ Տղան դադարեց լաց լինել, նրա մարմինը թուլացավ, և նա խորը քուն մտավ։ Հաջորդ առավոտ ջերմությունն ընկել էր, այտուցը սկսել էր անցնել, և արյունահոսությունը դադարել էր։ Բժիշկները ապշած էին, նրանք չէին կարողանում գտնել որևէ գիտական բացատրություն։ Իսկ կայսրուհու համար ամեն ինչ պարզ էր, դա հրաշք էր։ Աստված իրենց ընկերոջ միջոցով փրկել էր իր որդուն։ Այդ օրվանից Գրիգորի Ռասպուտինը դարձավ ոչ թե պարզապես հյուր, այլ թագավորական ընտանիքի փրկիչը, նրանց հոգևոր խորհրդատուն և ամենամտերիմ մարդը։ Նրա ազդեցությունը դարձավ բացարձակ, քանի որ այն հիմնված էր ոչ թե քաղաքական ինտրիգների, այլ մոր անսահման երախտագիտության և իր երեխայի կյանքի համար ունեցած մշտական վախի վրա։ Բայց հենց այս անսահմանափակ ազդեցությունն էր, որ պետք է դառնար և նրա, և Ռոմանովների դինաստիայի ճակատագրական անեծքը։ Այն պահից, երբ Ռասպուտինը դարձավ գահաժառանգի անփոխարինելի փրկիչը, նրա կյանքը բաժանվեց երկու մասի։ Մի կողմից կար պաշտոնական, գրեթե սրբացված կերպարը, մեր ընկերը, ինչպես նրան անվանում էին թագավորական ընտանիքում։ Նա միակ մարդն էր, ով կարող էր առանց զեկուցելու մտնել ցարի և կայսրուհու անձնական սենյակները։ Նա խաղում էր թագաժառանգի հետ, նրան պատմում էր սիբիրյան հեքիաթներ և իր հանգիստ ներկայությամբ ցրում էր պալատում տիրող մշտական լարվածությունը։ Նա զրուցում էր մեծ դքսուհիների՝ Օլգայի, Տատյանայի, Մարիայի և Անաստասիայի հետ, նրանց տալով հոգևոր խրատներ։ Նրա խորհուրդները, որոնք հաճախ պարզունակ էին և հիմնված էին ժողովրդական իմաստության վրա, կայսրուհու կողմից ընկալվում էին որպես աստվածային հայտնություն։ Նա հավատում էր, որ Ռասպուտինի միջոցով իր հետ խոսում է ռուս ժողովուրդը, և նույնիսկ ավելին՝ ինքը Աստված։ Սակայն պալատի պատերից դուրս գոյություն ուներ մեկ այլ Ռասպուտին։ Նրա համեստ բնակարանը Պետերբուրգի Գորոխովայա փողոցում վերածվել էր մի յուրօրինակ ընդունարանի։ Առավոտից իրիկում այնտեղ հերթ էին կանգնում տասնյակ մարդիկ, նախարարներ և գեներալներ, ովքեր պաշտոն էին փնտրում, բանկիրներ, ովքեր ձգտում էին շահավետ պայմանագրերի, արիստոկրատ տիկնայք, ովքեր հոգևոր մխիթարություն էին փնտրում, և հասարակ գյուղացիներ, ովքեր եկել էին իրենց սիբիրյան հայրենակցից արդարություն խնդրելու։ Ռասպուտինը բոլորին ընդունում էր։ Նա լսում էր նրանց խնդրանքները, գրպանից հանում էր թղթի կտոր և մատիտով անհասկանալի խզբզոցներ անում, գրելով կարճ գրություններ. «Սիրելիս, օգնիր սրան» կամ «Լսիր նրան, լավ մարդ է»։ Այս գրությունները, որոնք հասցեագրված էին նախարարներին կամ նույնիսկ անձամբ կայսրուհուն, ունեին կախարդական ուժ։ Դրանք կարող էին լուծել ցանկացած խնդիր, բացել ցանկացած դուռ։ Բայց այս ազդեցությունը ուներ իր գինը։ Ռասպուտինը, լինելով բնույթով առատաձեռն, հաճախ օգնում էր անշահախնդրորեն, սակայն նրա շրջապատը, բաղկացած տարբեր արկածախնդիրներից և շահամոլներից, այս ազդեցությունը վերածեց բիզնեսի։ Նրա անունով վերցնում էին հսկայական կաշառքներ, պաշտոններ էին վաճառվում և կայացվում էին պետության համար կործանարար որոշումներ։ Իսկ գիշերները սկսվում էր Ռասպուտինի երրորդ կյանքը։ Նա ուղևորվում էր Պետերբուրգի ամենահայտնի ռեստորանները, ինչպիսիք էին Վիլլա Ռոդեն կամ Յառը, որտեղ նրա համար միշտ սեղան էր պատրաստված։ Շրջապատված իր երկրպագուհիներով, գնչուական երգչախմբերով և լրագրողներով, նա խմում էր, պարում էր, երգում և պատմում էր անպարկեշտ պատմություններ։ Այս խնջույքները հաճախ ավարտվում էին սկանդալներով և ծեծկռտուքներով։ Նրա վարքը ցնցում էր հասարակությանը։ Ինչպես կարող էր ցարի հոգևոր խորհրդականը, սուրբ մարդը, իրեն այսպես պահել։ Ռասպուտինի համար սակայն այս ամենի մեջ հակասություն չկար։ Նա ապրում էր իր իսկ ստեղծած փիլիսոփայությամբ՝ մեղքի միջոցով փրկություն։ Նա անկեղծորեն հավատում էր, որ այս անկումները անհրաժեշտ են, որպեսզի հետո ապաշխարության միջոցով հասնի ավելի մեծ հոգևոր մաքրության։ Նա ասում էր. «Առանց մեղքի չկա ապաշխարություն, իսկ առանց ապաշխարության չկա փրկություն»։ Սակայն հասարակությունը չէր կարող ընդունել այս տրամաբարությունը։
Նրա թշնամիների թիվը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։ Պետական դումայի ամբիոնից падգամավորները բացահայտ խոսում էին մութ ուժերի և Գրիշկա Ռասպուտինի կործանարար ազդեցության մասին։ Թերթերը լի էին ծաղրանկարներով, որտեղ նա պատկերվում էր որպես տիկնիկավար, ով կառավարում է ցարին և կայսրուհուն։ Ոստիկանությունը նրա հետևից գաղտնի հսկողություն էր սահմանել, և նրա յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր խոսքը մանրամասն արձանագրվում էր։ Այս զեկույցները, լի իրական և հորինված սկանդալային մանրամասներով, դրվում էին ցարի սեղանին։ Նիկոլայ II գտնվում էր անելանելի իրավիճակում։ Մի կողմից նա տեսնում էր ապացույցները և հասկանում էր, որ Ռասպուտինի վարքը վարքաբեկում է միապետությունը։ Մյուս կողմից նա տեսնում էր իր սիրելի կնոջը, ով համոզված էր, որ միայն Ռասպուտինն է կարող է փրկել իրենց որդուն։ Եվ ամեն անգամ, երբ ցարը փորձում էր հեռացնել Ռասպուտինին պալատից, ցարևիչի մոտ սկսվում էր հիվանդության նոր նոպա, և կայսրուհին հիստերիայի մեջ աղաչում էր վերադարձնել իրենց միակ փրկչին։ Այս պայքարում միշտ հաղթում էր կայսրուհին։ Իրավիճակը կտրուկ սրվեց 1914 թվականին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Ռասպուտինը կտրականապես դեմ էր պատերազմին։ Նա զգում էր, որ այն կբերի Ռուսաստանի կործանմանը։ Երբ հայտարարվեց զորահավաքի մասին, նա ցարին հեռագիր ուղարկեց, աղաչելով կանգ առնել։ Թող հայրիկը պատերազմ չսկսի, պատերազմի հետ կգա Ռուսաստանի և բոլորիս վերջը։ Բայց արդեն ուշ էր։ Պատերազմի սկզբում, երբ ցար Նիկոլայ II ստանձնեց գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը և մեկնեց ռազմաջակատ, Ռասպուտինի ազդեցությունը հասավ իր բացարձակ գագաթնակետին։ Կայսրուհին, մնալով մայրաքաղաքում, փաստացիորեն սկսեց կառավարել երկիրը, և նրա յուրաքանչյուր որոշման հետևում կանգնած էր Ռասպուտինի խորհուրդը։ Սկսվեց նախարարական ցատկախաղ անունով հայտնի խայտառակ շրջանը։ Նախարարները նշանակվում և ազատվում էին աննախադեպ արագությամբ, կախված նրանից, թե որքանով էին նրանք հավատարիմ Ռասպուտինին։ Ռազմական գործերից ոչինչ չհասկացող Ստարեցը կայսրուհու միջոցով ցարին խորհուրդներ էր տալիս զորքերի տեղաշարժի և ռազմական գործողությունների վերաբերյալ։ Նա պնդում էր, որ իրեն տեսիլքներ են գալիս, որտեղ սրբերը ցույց են տալիս, թե որտեղ պետք է հարձակվել։ Այս ամենը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ ռազմաճակատում ռուսական բանակը կրում էր սարսափելի կորուստներ, իսկ երկրի ներսում աճում էր սովը և դժգոհությունը։ Ժողովրդի մեջ համառ լուրեր էին պտտվում, որ գերմանուհի կայսրուհին և Ռասպուտինը գերմանացի լրտեսներ են և միտումնավոր տանում են Ռուսաստանը դեպի պարտություն։ Ռասպուտինն ինքը թվում էր կորցրել էր իրականության զգացումը։ Իշխանությունը, որը նա երբեք չէր փնտրել, բայց որն ընկել էր իր ձեռքը, թունավորել էր նրան։ Նա այլևս չէր կարողանում տարբերել իր անձնական ցանկությունները պետական անհրաժեշտությունից։ Նրա ներքին հակամարտությունը, սրբի և մեղսավորի պայքարը դուրս էր եկել իր հոգու սահմաններից և վերածվել էր մի ամբողջ կայսրության ողբերգությանը։ Նա հասել էր իր իշխանության գագաթնակետին, բայց այդ գագաթը գտնվում էր մի հրաբխի եզրին, որը պատրաստ էր ամեն պահի ժայթքել և իր լավայի տակ թաղել ոչ միայն իրեն, այլև ամբողջ հին Ռուսաստանը։ 1916 թվականի ձմռանը ռուսական կայսրությունը նման էր սառցակալած գետի, որի հաստ սառույցի տակ թաքնված էին հզոր, կործանարար հոսանքներ։ Ռազմաճակատում պարտությունները, թիկունքում սովը, ցուրտը և հուսահատությունը ստեղծել էին մի մթնոլորտ, որտեղ պայթյունն անխուսափելի էր։ Եվ այս համընդհանուր դժգոհության և ատելության կիզակետում կանգնած էր Գրիգորի Ռասպուտինի կերպարը։ Նա դարձել էր այն ամենի մարմնավորումը, ինչն այլասերված էր Ռուսաստանում։ Նրա անունը շշնջում էին և պալատական դավադիրները, և հեղափոխական ընդհատակայինները։ Եվ երկուսն էլ հանգել են նույն եզրակացության. քանի դեռ այս մարդը կենդանի է, Ռուսաստանի համար փրկություն չկա։ Ռասպուտինն ինքը զգում էր մոտեցող վտանգը։ Նրա վրա կատարված առաջին մահափորձը դեռ 1914 թվականին, երբ Խինյոնյա Գուսևան դանակով ծանր վիրավորել էր նրան, խորը հետք էր թողել։ Նա դարձել էր ավելի կասկածամիտ, նրա աչքերում հայտնվել էր մշտական տագնապ։ Նա հասկանում էր, որ իր իշխանությունը, որքան էլ բացարձակ թվա, կախված է մեկ մազից՝ կայսրուհու վստահությունից և գահաժառանգի կյանքից։ Նրա հոգեբանական վիճակը գնալով վատթարանում էր։ Նա սկսեց ավելի շատ խմել, կարծես փորձելով ալկոհոլի մեջ խեղդել իր վախերն ու մռայլ կանխազգացումները։ Նրա խնջույքները դարձան ավելի անզուսպ և հուսահատ, կարծես նա զգում էր, որ իրեն քիչ ժամանակ է մնացել և փորձում էր կյանքից վերցնել ամեն ինչ։
Սակայն այս արտաքին անկման հետ մեկտեղ նրա մեջ արթնացել էր նաև մարգարեական շնորհը։ Նա ավելի հաճախ էր խոսում իր մոտալուտ մահվան և այն սարսափելի հետևանքների մասին, որոնք դա կունենա Ռուսաստանի համար։ Հենց այս շրջանում է նա գրել իր ամենահայտնի և ամենասարսափելի մարգարեությունը՝ նամակ ուղղված հայրիկ ցարին։ Այդ նամակում, որը պետք է բացվեր միայն իր մահվանից հետո, նա գրում էր. «Ես զգում եմ, որ մինչև հունվարի 1-ը կյանքից կհեռանամ։ Եթե ինձ սպանեն հասարակ մարդիկ, իմ եղբայրները, ռուս գյուղացիները, ապա դու ռուսաց ցար, վախենալու բան չունես։ Դու կմնաս քո գահին և քո երեխաները կիշխեն Ռուսաստանում ևս հարյուրավոր տարիներ։ Բայց եթե ինձ սպանեն ազնվականները, բոյարները և նրանք թափեն իմ արյունը, ապա նրանց ձեռքերը կմնան արյունոտ 25 տարի և նրանք կլքեն Ռուսաստանը։ Եղբայրը կբարձրանա եղբոր դեմ և 25 տարի երկրում ազնվականներ չեն լինի։ Ռուսաց հողի ցար, եթե դու լսես իմ մահվան զանգերի ղողանջը, իմացիր, որ եթե իմ մահվան մեջ մեղավոր են քո ազգականները, ապա քո ընտանիքից և քո երեխաներից ոչ ոք 2 տարուց ավել չի ապրի, նրանց կսպանի ռուս ժողովուրդը։ Ինձ կսպանեն, ես այլևս կենդանիների շարքում չեմ։ Աղոթիր, աղոթիր, ուժեղ եղիր, մտածիր քո օրհնյալ ընտանիքի մասին»։ Այս նամակը պարզապես կանխագուշակում չէր, այն Ռասպուտինի քաղաքական կտակն էր և միևնույն ժամանակ նրա ճակատագրի խորը գիտակցումը։ Նա հասկանում էր, որ իր կյանքն անքակտելիորեն կապված է միապետության ճակատագրի հետ, և որ իր մահը կխախտի այն փխրուն հավասարակշռությունը, որը դեռ պահում էր կայսրությունը կործանումից։ Միևնույն ժամանակ նրա թշնամիները դադարել էին պարզապես բամբասել և անցել էին գործի։ Դավադրությունը հասունանում էր հենց Ռոմանովների ընտանիքի ներսում։ Նույնիսկ ցարի մայրը, այրի կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան և նրա քույրը, մեծ դքսուհի Ելիզավեկա Ֆեոդորովնան, աղաչում էին Նիկոլային հեռացնել այդ սարսափելի մարդուն։ Բայց դավադրության կենտրոնում կանգնած էին 3 բոլորովին այլ անձինք, ովքեր որոշել էին, որ եթե ցարը չի կարողանում փրկել Ռուսաստանը, ապա իրենք պետք է փրկեն Ռուսաստանը ցարից, սպանելով նրա չար հանճարին։ Առաջինը իշխան Ֆելիքս Յուսուպովն էր, ցարի զարմուհու Իրինայի ամուսինը, Ռուսաստանի ամենահարուստ և ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի ժառանգը։ Գեղեցիկ, էքսցենտրիկ և արկածախնդիր Յուսուպովը իր արարքը համարում էր հայրենասիրական սխրանք։ Նա անկեղծորեն հավատում էր, որ սպանելով Ռասպուտինին, նա կազատի ցարին նրա ազդեցությունից և կփրկի միապետությունը։ Երկրորդը մեծ իշխան Դմիտրի Պավլովիչն էր, ցարի զարմիկը, երիտասարդ և հարգված սպա։ Նրա մասնակցությունը դավադրությանը պետք է հաղորդեր քաղաքական կշիռ և ցույց տար, որ սա ոչ թե անձնական վրեժխնդրություն է, այլ հենց Ռոմանովների դինաստիայի փրկության փորձ։ Եվ երրորդը Վլադիմիր Պուրիշկևիչն էր, պետական դումայի ամենահայտնի և ամենաաղմկոտ падգամավորներից մեկը, մոլի միապետական և ազգայնական։ Նա իր կրակոտ ճառերում բազմիցս մեղադրել էր Ռասպուտինին բոլոր մահացու մեղքերի մեջ և բացահայտ կոչ էր արել վերջ տալ նրա ազդեցությանը։ Դավադիրների պլանը պարզ էր, բայց դաժան։ Յուսուպովը, օգտագործելով իր մտերմությունը Ռասպուտինի հետ, պետք է հրավիրեր նրան իր շքեղ պալատ Մոյկա գետի ափին, իբր թե իր գեղեցկուհի կնոջ Իրինայի հետ ծառոթացնելու համար։ Ռասպուտինը վաղուց էր ցանկանում հանդիպել Իրինային, և սա կատարյալ խայծ էր։ Պալատի նկուղում, որը հատուկ պատրաստվել էր այդ առիթով, նրանք պետք է Ռասպուտինին հյուրասիրեին ցիանական կալիումով թունավորված գինով և կարկանդակներով։ Դավադիրները վստահ էին, որ թույնի 1 կաթիլը բավական կլինի ցանկացած մարդում ակնթարթորեն սպանելու համար։ 1916 թվականի դեկտեմբերի 16-ի լույս 17-ի ցուրտ գիշերը Ֆելիքս Յուսուպովը իր մեքենայով գնաց Ռասպուտինի բնակարան։ Ռասպուտինը, չնայած իր վատ կանխազգացումներին, համաձայնեց գնալ։ Նա հագավ իր լավագույն մետաքսե վերնաշապիկը, սանրեց իր երկար մազերը և պատրաստվեց հանդիպմանը, որը պետք է դառնար նրա վերջինը։ Նա չգիտեր, որ իր սպանությունը կլինի ոչ թե արագ և հեշտ, այլ կվերածվի մի սարսափելի, գրեթե միստիկական մղձավանջի, որը կցնցի ամբողջ Ռուսաստանը և կդառնա գալիք մեծ աղետի նախերգանքը։ Յուսուպովի պալատի շքեղ, բայց սառը նկուղում ամեն ինչ պատրաստ էր։ Սեղանին դրված էին վարդագույն կրեմով կարգանդակներ և թանկարժեք բյուրեղապակյա գրաֆիններ մադերագինով։ Դրանցից մի քանիսը լցված էին ցիանական կալիումի այնպիսի քանակությամբ, որը կարող էր սպանել մի քանի մարդու։
Վերևի հարկում դավադիրները մեծ իշխան Դմիտրի Պավլովիչը, Պուրիշկևիչը եւ մյուսները լարված սպասում էին, ձևացնելով թե երեկույթ են կազմակերպել, որպիսի գրամոֆոնի բարձր երաժշտությունը խլացնի հնարավոր աղմուկը։ Երբ Յուսուպովը եւ Ռասպուտինը ներս մտան, իշխանը նյարդայնությունից դողում էր։ Նա իր հյուրին առաջարկեց թունավորված կարգանդակներից։ Ռասպուտինը, որը սովորաբար խուսափում էր քաղցրավենիքից, անսպասելիորեն վերցրեց մեկը, հետո երկրորդը, երրորդը։ Յուսուպովը սարսափով նայում էր, սպասելով, որ ստարեցը ամեն վայրկյան կընկնի գետնին, բայց ոչինչ տեղի չունեցավ։ Ռասպուտինը շարունակում էր զրուցել, գովաբանելով կարգանդակների համը։ Հետո Յուսուպովը նրան առաջարկեց թունավորված գինուց։ Ռասպուտինը խմեց մի բաժակ, հետո երկրորդը։ Թույնը, որը պետք է ակնթարթորեն սպաներ, կարծես թե ոչ մի ազդեցություն չունեցավ նրա վրա։ Անցավ գրեթե 2 ժամ, Յուսուպովը հուսահատության մեջ էր։ Նա մի քանի անգամ բարձրացավ վերև, խորհրդակցելու մյուս դավադիրների հետ, ովքեր նույնպես շփոթված էին։ Ինչպես էր դա հնարավոր։ Արդյոք Ռասպուտինը իրոք անմահ էր, ինչպես պնդում էին նրա հետևորդները։ Հետագայում փորձագետները կառաջարկեն մի քանի բացատրություն։ Հնարավոր է թույնը չեզոքացվել էր կարգանդակների շաքարի կողմից, կամ Ռասպուտինը, տարապելով ալկոհոլիզմի հետևանքով առաջացած գաստրիտից, ուներ ստամոքսի ցածր թթվայնություն, ինչը դանդաղեցրել էր թույնի ազդեցությունը։ Բայց այն գիշեր դավադիրների համար կար միայն մեկ բացատրություն՝ սատանայական ուժ։ Հասկանալով, որ թույնը չի գործում, Յուսուպովը վերցրեց մեծ իշխան Դմիտրիի ատրճանակը, վերադարձավ նկուղ եւ Ռասպուտինին առաջարկեց նայել բյուրեղապակյա խաչելությանը։ Երբ Ռասպուտինը շրջվեց, Յուսուպովը կրակեց նրա կրծքին։ Գնդակը դիպավ սրտի շրջանին։ Ռասպուտինը սարսափելի ճիճ արձակեց եւ ընկավ արջի մորթու վրա։ Դավադիրները վազեցին ներքև։ Բժիշկը, որը նույնպես դավադրության մասնակից էր, զննեց մարմինը եւ հայտարարեց, որ Ռասպուտինը մահացած է։ Թվում էր, թե ամեն ինչ ավարտված է։ Դավադիրները բարձրացան վերև, տոնելու իրենց հաղթանակը եւ որոշելու, թե ինչպես ազատվել մարմից։ Բայց որոշ ժամանակ անց Յուսուպովին տարօրինակ անհանգստություն համակեց։ Նա որոշեց եւս մեկ անգամ իջնել նկուղ։ Եվ այստեղ տեղի ունեցավ այն, ինչը Յուսուպովը հետագայում իր հուշերում կնկարագրի որպես իր կյանքի ամենասարսափելի պահը։ Նա մոտեցավ դիակին եւ հանկարծ Ռասպուտինի ձախ աչքը բացվեց, հետո աչը։ Մի ահավոր գազանային մռնչյունով նա ցատկեց ոտքի, բռնեց Յուսուպովի ուսերից եւ փորձեց խեղդել նրան շշնջալով «Ֆելիքս, Ֆելիքս»։ Յուսուպովը խելագարված սարսափից մեծ դժվարությամբ պոկվեց նրա ձեռքերից եւ վազեց վերև գոռալով. «Նա կենդանի է, նա կենդանի է»։ Պուրիշկևիչը, լսելով աղմուկը, վազեց դեպի աստիճանները եւ տեսավ մի անհավանական տեսարան։ Ռասպուտինը, չորեքթաթ, արյուն լվա, բայց դեռ կենդանի, դուրս էր սողում նկուղից եւ շարժվում դեպի պալատի բակը, դեպի փրկարար դարպասը։ Պուրիշկևիչը հանեց իր ատրճանակը եւ սկսեց կրակել։ Առաջին 2 գնդակները վրիպեցին։ Երրորդը դիպավ Ռասպուտինի մեջքին, չորրորդը գլխի հետևի մասին։ Միայն դրանից հետո Ստարեյցը վերջնականապես ընկավ ձյան մեջ։ Բայց նույնիսկ այնտեղ նա դեռ շարժվում էր եւ փորձում էր ոտքի կանգնել։ Դավադիրները, վախենալով, որ նա նորից կկենդանանա, մոտեցան եւ սկսեցին դաժանաբար հարվածել նրան մահակներով եւ նույնիսկ կոշիկներով։ Վերջապես, համոզվելով, որ նա այլևս չի շնչում, նրանք փաթաթեցին նրա մարմինը վարագույրի մեջ, կապեցին պարաններով եւ մեքենայով տարան Պետրովսկի կղզի։ Այնտեղ, կամրջի վրայից, նրանք մարմինը գցեցին Նևա գետի սառցե ջրերի մեջ, սառցանցքի մեջ։ Նրանք վստահ էին, որ գետի հոսանքը կտանի մարմինը դեպի ծով, եւ Ռասպուտինի անհետացումը կմնա հավերժական առեղծված։ Սակայն նրանք մի ճակատագրական սխալ էին թույլ տվել։ Մոռացել էին մարմնին կապել ծանրությունները, որոնք նախապես պատրաստել էին։ Դավադիրների հույսերը, թե սպանությունը կմնա գաղտնի, ակնթարթորեն փլուզվեցին։ Հաջորդ իսկ առավոտ ամբողջ Պետերբուրգը հոսում էր Ռասպուտինի անհետացման մասին։ Ոստիկանությունը, որը վաղուց էր հետևում նրան, անմիջապես կասկածեց Յուսուպովին եւ նրա ընկերներին։ Որոնումները սկսվեցին։ 2 օր անց, դեկտեմբերի 19-ին, ոստիկաններից մեկը Պետրովսկի կամրջի մոտ նկատեց սառույցի վրա արյան հետքեր։ Շուտով սառցանցքից դուրս հանեցին Ռասպուտինի սառցակալած այլանդակված մարմինը։ Դիահերձումը ցույց տվեց սարսափելի պատկեր։ Նրա մարմնի վրա կային բազմաթիվ վնասվածքներ, բայց ճակատագրականը են 3 հրազենային վերքերը՝ կրծքավանդակի, մեջքի եւ գլխի շրջանում։ Սակայն ամենացնցող հայտնագործությունը մեկ այլ բան էր։ Նրա թոքերում ջուր կար։
Սա նշանակում էր, որ նույնիսկ թունավորումից, 3 կռակոցից և դաժան ծեծից հետո, երբ նրանք գցել են սառցե ջուրը, Գրիգորի Ռասպուտինը դեռ կենդանի է եղել և պայքարել է կյանքի համար։ Նրա մահվան լուրը տարբեր կերպ ընդունվեց։ Պետերբուրգի փողոցներում մարդիկ ուրախանում էին, գրքախառնվում և շնորհավորվում միմյանց, կարծես թե ազատվել էին մի սարսափելի հրեշից։ Դավադիրները դարձան ազգային հերոսներ։ Նույնիսկ Ռոմանովների ընտանիքի շատ անդամներ բացահայտ աջակցություն հայտնեցին նրանց։ Սակայն Ցարսկոյե Սելոյում տիրում էր խորը սուգ։ Կայսրուհի Ալեքսանդրան հիստերիայի մեջ էր։ Նա կորցրել էր ոչ միայն իր ընկերոջը և հոգևոր ուսուցչին, այլև իր որդու միակ փրկչին և իր հավատքի խարիսխը։ Նիկոլայ II-ը, ցնցված իր ազգականների մասնակցությունից այս դաժան հանցագործությանը, հրամայեց ձերբակալել դավադիրներին։ Սակայն հասարակական կարծիքի ճնշման տակ նա չհամարձակվեց նրանց դատել։ Ֆելիքս Յուսուպովին աքսորեցին իր հեռավոր կալվածքը, իսկ մեծ իշխան Դմիտրի Պավլովիչին ուղարկեցին ծառայության Պարսկաստան, ինչը պարադոքսալ կերպով փրկեց նրա կյանքը գալիք հեղափոխության արհավիրքներից։ Ռասպուտինի հուղարկավորությունը տեղի ունեցավ գաղտնի։ Նրա մարմինը ամփոփեցին Ցարսկոյե Սելոյի այգում Աննա Վիրուբովայի կողմից կառուցվող փոքրիկ մատուրի տարածքում։ Արարողությանը ներկա էին միայն թագավորական ընտանիքը և մի քանի ամենամտերիմ մարդիկ։ Կայսրուհին դագաղի մեջ դրեց մի սրբապատկեր, որի վրա ստորագրել էին ինքը, ցարը և իրենց բոլոր երեխաները։ Դավադիրները, սպանելով Ռասպուտինին, հույս ունեին փրկել միապետությունը, սակայն նրանք հասան ճիշտ հակառակ արդյունքին։ Նրանք ոչ թե փրկեցին, այլ վերջնականապես մերկացրին իշխանության փտածությունը։ Սպանությունը ցույց տվեց, որ Ռուսաստանում այլևս օրենք չկա, և որ քաղաքական խնդիրները լուծվում են ոչ թե բարեփոխումներով, այլ դավադրությամբ և բռնությամբ։ Ռասպուտինի մահը ցարական ընտանիքին զրկեց իրենց վերջին հենարանից և նրանց թողեց լիակատար մեկուսացման մեջ։ Իսկ Ռասպուտինի մարգարեությունը սկսեց կատարվել սարսափելի ճշգրտությամբ։ Նրա մահից ընդամենը 2,5 ամիս անց, 1917 թվականի փետրվարին, Պետերբուրգում սկսվեց հեղափոխությունը։ Նիկոլայ II-ը ստիպված եղավ հրաժարվել գահից։ Ռոմանովների 300-ամյա տիրապետությունն ավարտվեց։ Ժամանակավոր կառավարության օրոք Ռասպուտինի մարմինը հանեցին գերեզմանից և ըստ որոշ վկայությունների այրեցին Պետերբուրգի մերթակայքում գտնվող անտառում, կարծես փորձելով պատմությունից ջնջել նույնիսկ նրա հիշատակը։ Բայց դա անհնար էր։ Ռասպուտինի մարգարեության երկրորդ մասը նույնպես կատարվեց։ 1918 թվականի հուլիսին Եկատերինբուրգի Իպատևի տան նկուղում բոլշևիկները գնդակահարեցին ցար Նիկոլայ II-ին, կայսրուհի Ալեքսանդրային և նրանց 5 երեխաներին։ Նրանցից ոչ ոք 2 տարի չապրեց Ռասպուտինի մահից հետո։ Այսպես ավարտվեց սիբիրյան գյուղացու և ռուսական վերջին ցարի պատմությունը, երկու մարդկանց, ում ճակատագրերն այնքան տարբեր էին, բայց այնքան անքակտելիորեն միահյուսվեցին ռուսական կայսրության մայրամուտին։ Ռասպուտինի կերպարը անմիջապես վերածվեց լեգենդի, միաժամանակ դիվականացվելով և սրբացվելով։ Ոմանց համար նա մնաց որպես անառակ հրեշ, ով կործանեց Սուրբ Ռուսաստանը։ Մյուսների համար որպես նահատակ, ժողովրդի մարդ, ով սպանվեց նախանց արիստոկրատների կողմից։ Բայց ո՞վ էր նա իրականում։ Հրաշագործ բուժող, թե տաղանդավոր հիպնոսացնող։ Սուրբ մարգարե, թե խորամանկ շարլատան։ Թերևս նա այս ամենի խառնուրդն էր, մի մարդ, ով իր մեջ կրում էր ռուսական հոգու բոլոր հակասությունները, խորը հավատքը և անսահման մեղսավորությունը, անկեղծ կարեկցանքը և իշխանության ծարավը։ Նա դարձավ այն հայելին, որի մեջ մահվան եզրին գտնվող կայսրությունը տեսավ իր սեփական այլանդակացված դեմքը։ Նրա պատմությունը դաս է այն մասին, թե ինչպես միստիցիզմը, սնահավատությունը և քաղաքական անհեռատեսությունը կարող են հանգեցնել ազգային աղետի։ Եվ այսօր, ավելի քան 1 դար անց, Գրիգորի Ռասպուտինի առեղծվածային կերպարը շարունակում է հուզել, վիճարկվել և հիշեցնել մեզ այն փխրուն սահմանի մասին, որը գոյություն ունի հավատքի և խելագարության, փրկության և կործանման միջև։ Շնորհակալություն դիտման համար։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում, բաժանորդագրվեք ալիքին և սպասեք նոր, ոչ պակաս հետաքրքիր պատմությունների։ Նրա մարմինը փորձեցին այրել, մոխիրը ցրել քամուն, կարծես թե հնարավոր լիներ ֆիզիկական ոչնչացմամբ ջնջել նրա հիշատակը պատմությունից։ Սակայն նրանք չէին հասկանում, որ սպանելով մարդուն, իրանք ծնունդ էին տալիս լեգենդի։ Գրիգորի Ռասպուտինը դադարեց լինել պարզապես մարդ և վերածվեց խորհրդանիշի, մի դատարկ կտավի, որի վրա հաջորդող սերունդները նկարեցին իրենց սեփական վախերը, հույսերն ու նախապաշարմունքները։ Նրա անունով փողոցներ չեն կոչում, նրան արձաններ չեն կանգնեցնում։
Նրա իսկական հուշարձանը դարձավ նրա առասպելը, հյուսված հարյուրավոր գրքերից, ֆիլմերից և թատերական ներկայացումներից, որտեղ նա ներկայանում է երբեմն որպես սատանայական տիկնիկավար, երբեմն որպես անհասկացված մարգարե։ Նրա կերպարը դուրս եկավ Ռուսաստանի սահմաններից և դարձավ համաշխարհային մշակույթի մաս, որպես գորշ կարդինալի, ստվերային, խարիզմատիկ առաջնորդի հավաքական կերպար։ Այսօր, երբ մենք ապրում ենք տեղեկատվական պատերազմների և կեղծ լուրերի դարաշրջանում, Ռասպուտինի պատմությունը հնչում է զարմանալիորեն արդիական։ Այն սթափեցնող հիշեցում է այն մասին, թե ինչպես կարող է մի ամբողջ ազգի գիտակցությունը թունավորվել բանսարկություններով, և թե ինչպես կարող է մեկ մարդու դիվականացումը ծառայել որպես քող քաղաքական ավելի խորը և վտանգավոր գործընթացները թաքցնելու համար։ Նրա վերելքը նաև հավերժական դաս է իշխանության և միստիցիզմի վտանգավոր միաձուլման մասին։ Երբ կառավարիչները, կորցնելով կապը իրականության հետ, սկսում են փրկությունը փնտրել ոչ թե ռացիոնալ որոշումների, այլ հրաշքների և մարգարեների մեջ, դա վկայում է համակարգի խորը ճգնաժամի և մոտալուտ կործանման մասին։ Այսպիսով, ով էր նա վերջին հաշվով։ Պատմաբանները մինչ օրս վիճում են։ Գուցե նրա իսկական էությունը հենց այդ հակասությունների մեջ էր, որոնք նա այդպես էլ չկարողացավ հաշտեցնել իր ներսում։ Նա միաժամանակ և բուժող էր, և ցոփ ու շվայտ կյանք վարող, և աղոթող ճգնավոր, և քաղաքական ինտրիգան։ Նա հերոս չէր և ոչ էլ չարագործ իր դասական գագեթում։ Նա հայելի էր, դրված պատմության ամենախավար խաչմերուկում, որի մեջ